Կանանց այս խումբն իրականում անգործությունից չէ, որ հավաքվել է այստեղ։ Նրանք բողոքում են, քանի որ երկրորդ ամիսն է թաղամասը սպասարկող 9 համարի ավտոբուսային երթուղին թաղամասում չի երևացել։ Անտարավան թաղամասը սպասարկող միակ երթուղին է դա։ Գլոբուսից դուրս թաղ կապրինք, բայց այս աշճանի անտարբերություն մեր թաղի բնակիչների համար ինչ-որ քիչ սլիշկն շատ է։ Տրանսպորտը վերածրել են գլխներից։ Գյուղը ավելի լավ վիճակում է, քան քաղաքը։ Մեր տրանսպորտում չկա այստեղ, ժողովուրդը մեկ չեն, հիվանդ մարդիկ են։ Մինչև Սամարիթը հնարավոր չէ, չենք կրա։ Ի վիճակի չենք։ Գոնե այնպես եղնե որ մարդիկ կրնանան մինչև 9 համարը։ Անտարավանից մեկ այլ թաղամաս գնալու համար բնակիչները ստիպված են կտրել երկար ճանապարհ մինչև հասնել Սամարիթեր հիվանդանոցի հարևանությամբ գտնվող ավտոկանգար։ Այդ ճանապարհը սակայն ոչ միայն երկար է, այլև դժվար անցանելի։ Խնդիրն առավել է սրվում ջերմաստիճանի բարձրանալու հետ։ Ինեգրերի թաղամասն եղնենք։ Հետ մի բանով չենք օգտվի։ Հələ ձուն է, սպասեք փոսերը հետև կբացվի։ Էլ տրանսպորտն չի պետք է աշխատի, փոսերն որ բացվեն, տրանսպորտ չի աշխատի։ Չի կարելի, չէ՞ այսպես տանջել ժողովրդին ու խաբել անընդհատ։ Ուլիցները հետ անդիշ չեն, սաղ չարտրդված, ավտոները չեն գալիս, ոչ մի ավտոբուս, ոչ մի տաքսի չի աշխատում այստեղ։ Այս մեր փողոցներին տրանսպորտ չեն տա։ Մեզ էլ կստիպեն որ այցենք շուչը տանենք երեխուն ստուգման բժշկի։ Փողը պետք մեզի օրա կոշիկները առնենք։ Հիմի կոշիկի տանք թե ինչ ենենք, գոնա տրանսպորտում տան նստենք երեխուն է, նստը ծնեմ տանեմ կամ։ Նշված թաղամասում դպրոց չկա, ինչի պատճառով դպրոցականներն եւս ամեն օր կտրում են այդ ճանապարհն ու հասնում կանգար, որ այնտեղից նստեն համապատասխան երթուղին ու հասնեն դասի։ Դպրոցականներն կեսից է ցեխերի մեջ կորած կեստան, դասի նույն վիճակին կան սաղորը այդ երեխեքը թրջած ոտքերով, ոչ փողոցն է, փողոցի նման ոչ էլ կա տրանսպորտ նոր էստան ու կա։ Անտարավանի բնակիչների միակ հույսը դարձել էր 14 համարի երթուղային տաքսին, որը հասնում էր մինչև ծննդատան տարածք, սակայն բնակիչներն երթուղու աշխատանքից եւս դժգոհ են, քանի որ այն քիչ հաճախականությամբ է հայտնվում թաղամասում, վարորդներն էլ դժվար անցանելի ճանապարհներն են պատճառ բերում։ 14 համար մարշրուտն էին տվել, դեր ինժեներշենքի դուրը նեցիկը հասցներ։ Մի 14-ը հանեցին սարսափելի Սևյան փողոցից հանեցին 14-ը մինչև մեր թաղը գալու համար, որտեղ սարսափելի փոսերը անտանիլ հնարավոր չէր։ 9 համարը սպասարկում էր մինչև ծննդատուն, հիմա 14 համարի միկրոավտոբուսային երթուղին, 9 համարի չի կարելի ասել 9 համարի երթուղով է, բայց ամենայն դեպս մինչև ծննդատուն, մինչև այդ կանգառը 14 համարը գնում է, փոփոխել ենք մի քիչ երթուղին, կարող են օգտվել 14 համարի երթուղից։ 14-ին 3 ժամ սպասել ենք, ստիպված ժամի 6:30-7 տեղավ փողին կետ եկավ։ Ուր են անհետացել 9 համարի երթուղին սպասարկող ավտոբուսները։ Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արամ Եղոյանը խնդրին տեղյակ է ու պարզել է, որ ավտոբուսները չեն շահագործվում անսարքության պատճառով։ Անհատ ձեռնարկատերեր են եղել, որոնք սպասարկել են տվյալ երթուղին, հիմա ուղղակի մեքենաների անսարք լինելու պատճառով կամ չգիտեմ կարող է ուրիշ պատճառ կա, երթուղին չեն սպասարկում, այդ առումով քայլեր ենք ձեռնարկել։ Խնդիրը կշարունակի լուծում պահանջել մինչև տրված հայտարարությունը որևէ արձագանք չի գտնի բնակիչների շրջանակում։ Իսկ քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պատասխանատուները համապատասխան աշխատանքներ են տանում նոր մրցույթի անցկացման համար։ Անցկացման օրն ու պայմանները սակայն դեռևս անորոշ են։ Հեղինե Մանուկյան, Լևոն Խաչատրյան, Ազդարաշ։